Պարոն Քոչարյան, Նիկոլ Փաշինյանը արդեն հասցրել է արձագանքել ձեր ասուլիսում հնչեցրած տեսակետներին եւ մի փոքր մեջբերում ասում է պարոն Քոչարյանի գիտելիքները տարածաշրջանի մասին հուսահատ կերպով հնացած են, ասում է Նիկոլ Փաշինյանը։ Այո, ձեր արտաքին քաղաքական կուզեք արձագանքեք, նոր մյուս հարցս ես տամ։ Մարդու ինձ վաղոց չեմ արձագանքում։ Չեկա։ Թույրա կապրեմոնտով զբաղվում եմ, սկսել։ Շատ է, բայց մի էլի իշխանության տեսակետ եմ ձեզ փոխանցում, երեք, երբ որ դուք բանակի տոնը շնորհավորեցիք, իշխանության ներկայացուցիչներից ազգային ժողովի նախագահի մոտ ձեր շնորհավորանքից մի հատված հատկապես շատ տխուր հիշողություններ էր արթնացրել, նա հիշել էր, որ ձեր տարիներին ծառայել է բանակում, երբ որ դուք ասել եք մարտունակ բանակ ունենք, նա ներկայացրել էր, թե ինչպիսի ծառայություն է անցկացրել, ասում էր սոված ենք, ներքնաշոր չունեինք, սապոկ չունեինք, զինվորներին ծեծում էին, բանակում թալան էր, փողեր էին հավաքում, նույնիսկ մեքենաներ էին գնում այդ զինվորներից հավաքած գումարներով, ասում էր, որ հրամանատարն էլ հրամանատարի նման չէր, մի խոսքով ասում է ձեր պահած բանակը մարտունակ այսպիսին էր։ Երեք Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարարությունում հայտարարեց նաև, որ առաջին անգամ գործարանային արտադրության, եթե չեմ սխալվում զինատեսակի անունը, D30 է Հայաստանը ստացել, մինչ այդ չի ունեցել, եւ ուզում եմ դուք արձագանքեք, այսպիսի մարտունակ բանակ եք դուք ունեցել ժամանակին, սա առաջին հարց, եւ երկրորդ պարոն Քոչարյան, պարգևավճարների թեման շատ քննարկվեց վերջին շրջանում, այս թեմայի հետ կապված իշխանությունն ասում է, որ նախկին տարիներին պատգամավորները, պաշտոնյաները ծրարներով գումարներ էին ստանում եւ իրենց համար խնդիր չէր պարգևավճար ստանալ կամ չստանալը, իսկ նրանք ովքեր չէին ստանում բարձրաստիճան պաշտոնյաները, բիզնեսներ ունեին եւ իրենց ընդհանրապես այդ գումարը պետք չէր։ Հիմա արդյոք այս պարգևավճարների թեման ձեզ եւս վրդովեցրել է, որ իշխանությունը ստացել է մեծ միլիոնավոր պարգևավճարներ եւ մի փոքր կարճ դիտարկում գործընկերս նշեց Նիկոլ Փաշինյանը կարծեք թե նախընտրական շրջանում ամբողջ արսենալը իր գործի է դրել եւ թմբուկ նվագել է սովորել, երգ է գրել, հնարավոր է նախընտրական տարում ձեզ էլ ոչ ստանդարտ ինչ որ իրավիճակում տեսնենք։ Կապիկություն հաստատ չեմ անելու։ Նայեք, իդեպ հասկանում եմ, որ սոցցանցային աշխարհում մեկ-մեկ պետք է ոչ ստանդարտ չորգուցումների գնալ, բայց կա մարդու տեսակ եւ մարդ եթե մտնում է ինչ-որ մի process-ի մեջ, ինքը շատ չի կարող տարբերվել իր տեսակից։ Իր տեսակի մեջ պետք է լավագույնս ինքը իրեն դրսևորի։ Հիմա մարդ կա, որ ինչ կապիկություն ես կարող անել, Ֆինլանդիայում մի սիրուն աղջիկ էր վարչապետ դարել մի ժամանակ, ասես տրժում էր, հետո պարզվեց, որ մի քիչ էլ քիթն էր քաշում, հետո գործից հրաժարական տվեց, բայց շատ սիրուն աղջիկ էր։ Հիմա ինչու մասին է խոսքը։ Դու պետական գործիչ ես, այո, դու պետք է հումորի զգացում ունենաս, դու կարող ես քեզ դրսևորել տարբեր կերպ, բայց երբ որ դու որպես պետական գործիչ ցում ես կապիկություններ անել, սա իմ տպավորությամբ պետք է հակառակ ինչ-որ բան ազդեցություն ունենա։ Ես տեսնում եմ, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է իր վարկանիշը վերանորոգելու տարբեր հնարքների փորձում է գնալ։ Չէ, մեկը փորձում է, ենթադրում է, որ հետո չափագրում են անում, հետո տեսնում է, որ չի ստացվում կամ չի օգնում, նոր բանա փորձում, իր վարկանիշը ամենից ցածրն է 18-35 տարեկանների շրջանում, սա փաստ է, եւ ենթադրում եմ, որ այդ բենդ ստեղծելով ու դառնիկություն անելով, փորձում է երևի այստեղ որոշակի ազդեցություն ունենալ, իր մարտավարությունն է ինքն է ընտրում, ես չեմ ուզում նույնիսկ այստեղ գնահատականներ տալ, հիմա ձեր հարցի բանակ, նայեք, ես հիշում եմ կադրեր 18 թվականներ, թե 19 թվականներ, երբ Նիկոլ Փաշինյանը չի կարողացել ռաժոկը դնի կպցնի ավտոմատ։
Հիշում եք այդ կադրը։ Խայտարակությունը։ Գոնե միջև այդ տեղ գնալը, պիտի մինտեղ ինչ-որ մի փակ տեղ մի քանի անգամ փորձել։ Այդպիսի ղեկավարում ենք, և դրա համար չեմ զարմանում, որ մենք պարտվել ենք։ Բանակի մարտունակությունը, եթե պիտի բանակի մարտունակությունը գնահատի Ալեն Սիմոնյանը, այդ ուր ենք հասել, ինչ հասկանում այդ մարդը բանակից։ Ես կասկածում եմ նույնիսկ, որ ինքը նորմալ ծառայել է, որտեղ այդպիսի վպրտուն մարդիկ չի կարող որ նորմալ ծառայել, բայց շատ վաղուց է եղել, երևի դժվար է, կամ ցանկություն էլ չունենք, սենց հետևից գնալ, իր հետ ծառայած մարդկանց խոսացնել, դա դուք կարող եք անել լարագրողներ, եթե այդ հավեսը ունեք, բայց խորհուրդ չեմ տալիս, անիմաստ է։ Այդ մարդը բանակից գաղափար չունի։ Եվ 98-2008 թվականներին Ադրբեջանը երբեք չէր համարձակվի ոչ հարձակում սկսել, նույնիսկ չէր համարձակվում ռազմական գծում որևէ խախտումների համար։ Եզակի էին դեպքերը, սնայպերներ ինչ որ կրակում էին եւ այլ, բայց ուժային հարաբերակցությունը վերիվ ուրիշ էր։ Ես այդ տեսանկյունից հանգիստ էի։ Ես վստահ էի, որ ռազմական ճանապարհով Ադրբեջանը ի վիճակի չի որևէ հարց լուծել։ Իսկ իրենք եկան, հիշում եք, սկսեցին այդ կլուբնիկի ռեֆորմ, ճաշարանների ռեֆորմ, սկսել են հացից։ Իրականում սկսել են հացից, ոչ թե մարտունակությունից, այլ հացից։ Բանակը սանատորիա չի։ Եվ 18 տարեկան երիտասարդը, որ գնում է բանակ, գնում է զինվոր դառնալու համար, տղամարդ դառնալու համար նաև։ Իսկ այդ հեքիաթները սոված էին, չգիտեմ, ես չկար, ինչ չկար։ Հիմա ինչ որ ասում են, նույն պրոցեսները ավելի վատ դրսևորումներով այսօր կան։ Մենք էլ ունենք բանակում ծառայող բարեկամներ, պրոբլեմները ավելի շատ են այսօր, քան այն ժամանակ, հաստատ։ Բանկար ինչ-որ 3 կետ էր, մեկը բաց, հա, պարտիվավճարների մասով, մի քիչ խղճի հարց է։ Դու եթե թոշակառուին թոշակը չես բարձրացրել 8 տարի։ Ես սենց ասեմ, ինդեքսացիա չի արվել։ Նույնիսկ այն ինչքան բարձրացրել են, ինդեքսացիան չի փակում։ Ես համարում եմ, որ ուղղակի օրենքով պետք է պարտադրել կառավարությանը, որ ամեն տարի ինդեքսացիա իրականացվի թոշակների։ Ինդեքսացիա նշանակում է ինֆլյացիա դրա չափով պետք է բանանել։ Հասկանում եք, ինդեքսացիան կարևորագույն հարց է։ Նույնիսկ դա չի արել։ Եվ այդ ֆոնի վրա 7, 8, 9 միլիոն դրամանոց պարտիվավճարներ տա բանի չինովնիկներին, ինչ ասեմ, ես նույնիսկ դժվարանում եմ սրա գնահատական տալ, որովհետև նորմատիվ լեքսիկայով դժվար է սա ասել։ Ես նաև մենք հետևում ենք արձագանքն ենք տեսնում, թե ինչպիսի արձագանք սա ստացավ մարդկանց մոտ։ Եվ հիմնավորումը հետևյալն է, չէ, որ եթե մենք հիմնավորումը հետևյալն է, որ մարդիկ չգնան մասնավոր հատված։ Հա դուք ով ունեք, որ կարող է գնալ մասնավոր հատվածում դիրքավորվել։ Այդ ինչ մասնագետ ունեք, որի կարիքը մասնավոր հատվածը ունի։ Զրո։ Կամ եթե մեծ փող ես տալիս, այդ ինչ մասնագետի համար ես դու այդ փողը, այդ մեծ գումարները տալիս։ 3 միլիարդ դրամ տալ։ Սենց ասեմ, համարում եմ ընտրություններից հետո ով գա իշխանության, առաջի հարցը պետք է այդ կարգի պարտիավճարներ ուղղակի արգելի, օրենքներով։ Չի կարող մի մարդ սենց նստի եւ իր ցանկության բաներ բաժանի, փողեր բաժանի։ Ու խոսքը չի գնում միջին օղակի մասին քաղաքացիության, հալալ է նրանց։ Խոսքը գնում է վերնախավի օրենքով արգելել նման կարգի փողեր բաժանել։ Սա կոռուպցիայի բան է,
ֆանտաստիկ դրսևորում է օրինականացրած կոռուպցիայի։ Նայեք, մեր մոտ միջին կյանքի տևողությունը, եթե չեմ սխալվում, 78 տարեկան է, չէ, 78, 79, մոտարապես այսքան է։ Թոշակառուն անցնում է թոշակի 65 տարեկանից։ Միջին թոշակառուն թոշակ է ստանում 13-14 տարի։ Հիմա այդ ստացած թոշակը, միջին կենսաթոշակը բազմապատկեք եւ դուք կտեսնեք, որ մի հատ ստորագրությամբ նախարարը ստացել է շատ ավելի փող, քան կենսաթոշակառուն ամբողջ իր թոշակ ստանալու ժամանակահատվածում։ Դա դուք խիղճ չունեք։ Թե խիղճը ձեր այն բանի հետ մսով ճաշի հետ կերել եք։ Իսկ է վիճակը։